Եթե խոսելու լինենք Պարսկաստանում մեր ժողովրդի ներդրած ավանդի մասին, կարծում եմ տասնյակ գրքեր էլ չեն հերիքի։ Ահավասիկ մի կերպար, որը համարվում է լեգենդ, առավելապես Պարսկաստանի Ռաշտ քաղաքում նրան հիշում են մինչ օրս եւ նրա անունը ոսկե տառերով է գրված ոչ միայն Ռաշտ քաղաքի, այլև Պարսկաստանի պատմության մեջ, մարդ, որը բացարձակ չունևորության մեջ կարողացավ թերի ուսում ստանալ եւ դառնալ բարձրագույն կրթություն չունեցող բժիշկ։ Երկրորդ աշխարհամարտից հետո Թեհրանում, ոչ միայն Թեհրանում, Պարսկաստանում տիֆի համաճարակ բռնկվեց եւ այս մարդը մեր ժողովրդի զավակը կարողացավ գտնել այդ պատվաստանյութը, որով փրկեց տասնյակ հազարավոր կյանքեր եւ Թեհրանի համալսարանը բարձրագույն կրթություն չունեցող հայազգի մեր բժշկին տվեց պատվավոր դոկտորի կոչում։ Պարսկական աղբյուրները նշում են, որ նա հավասարապես այսպես մտերմություն էր անում բոլոր կրոնական այսպես ներկայացուցիչների հետ, եւ երբ որ մտնում էր մզկիթներ, մահմեդականները ոտքի էին կանգնում ի նշան հարգանքի եւ պարսկական նույն աղբյուրները նշում են, որ նրա հողարկավորությանը ներկա էին տասնյակ հազարավոր մարդիկ։ Լեգենդար այս մարդու մասին, սիրելի ժողովուրդ, Արսեն Մինասյան, դոկտոր Արսեն Մինասյան, որը 1950-ականներին Պարսկաստանում հիմնեց առաջին կացարանները, առաջին ծերանոցները, կարող եք կարդալ իմ 3-րդ ճանապարհ դեպի գրքում։ Գրքերի պատվերների համար հեռախոսահամարները դուք գիտեք, ովքեր չգիտեն կարող են տեսնել մեկնաբանությունների մեջ, ասեմ, որ գրքերը սահմանափակ քանակությամբ են, սիրելի ժողովուրդ, շտապեք ձեռք բերել եւ ծանոթացեք այն գերհզոր ժառանգությանը, որը մենք թողել ենք աշխարհի որ անկյունում ասես եւ մեզ դրանից ոչինչ չմնաց։